որովհետև էդ էլ է կյանքից վերցրած, որովհետև մարդը ասում է, որ օրինակ պետությունը ինձ տալիս է դեղ։ Ես այդ դեղը չեմ ուզում, չեմ օգտագործում, այլ գնում եմ ուրիշ դեղ, որովհետև ես դա եմ ուզում։ Մենք ասում ենք շատ լավ, այն պետության որոշված դեղի կամ հիմա երևի մի քիչ ավելի շատ գումարը կտանք ձեզ, դուք ուզում եք ուրիշ դեղ ունեք հնարավորություն կամ ցանկություն ավելացրեք ձեր կողմից եւ գնացեք վերցրեք այդ դեղը։ Մենք քաղաքացիներին բոլորին նույն վերաբերմունք ենք ցուցաբերում, ասում ենք մենք այդ դեղի համար տալիս ենք այսքան փող։ Այդ դեղը կա, դրանից ավելի էժան դեղեր կան, դրանից ավելի թանկ դեղեր կան, ով որը ուզում է նախընտրում է, չնայած կարող է սխալ բան ասցի, էժանի պահը երևի սխալ ասցի, հա, դրանից վերև։ Պարոն վարչապետ, մենք ցանկնել ունենք ամեն դեղի համար փոխհատուցման միջին գին ենք հաշվել եւ այդքան ենք փոխհատուցելու եւ ձեր ասած տարբերակով մենք դեղանյութն ենք, չէ՞, որ մենք ոչ թե այո։ դեղի ֆիրման ենք, ասում ենք, այսինչ բրենդի դեղը, մենք դեղանյութը, որովհետեւ ասենք օրինակ կա անալգին, կա 100 ֆիրմա արտադրում է անալգին։ Մենք անալգին դեղանյութն ենք ֆինանսավորում եւ ոչ թե ասենք արտադրության երկիրը, կա դանիական, կա գերմանական, կա հնդկական, կա հայկական եւ այլն։ Մենք արտադրողի հետ չենք, մենք դեղանյութը, որովհետեւ բնության մեջ սկզբունքորեն անալգինը։ Ինչպես թթվածինը, ջրածինը, չնայած չգիտեմ, երևի ինչ որ նրբություններ կան։ Քիմիական անվանումն է, այո, շատ ճիշտ եք ասում, եւ մենք առաջնորդվում ենք քիմիական անվանումներով, բայց մենք նաեւ հաշվարկ ենք արել, բոլոր հնարավոր Հայաստանում բրենդային անուններն էլ ենք ցանկավորել, եւ ինչպես ասեցիք, մեր փոխհատուցման գնից ավել արժեցող դեղերը քաղաքացին եւս կարողանալու է ձեռք բերել համավճար իրականացնել։